Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Գլոբուսի այս կետերը տարբեր աշխարհամասերի հակամարտություններն են թիրախավորում, այդ թվում հայ-ադրբեջանականը, որն ըստ Էկոնոմիստ հեղինակավոր պարբերականի վերլուծության աշխարհում այս պահին ընթացող ևս 6 կոնֆլիկտի հետ եկող տարի 2026-ին կթեժանա։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության պայմանագիրը, Բաքու Երևան առևտուր արել, փորձագետների մայրաքաղաքից մայրաքաղաք ուղարկել։ Անընդհատ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի գլխավոր նախադրյալը այնուամենայնիվ մնում է իմ կարծիքով իր ռազմական շատ ուժեղ այս բալանսի փոփոխությունը, որ ինքը շարունակում է իր անվտանգային զինանոցի ուժեղացումը, այսպես կոչված, ու ռազմական էսկալացիա կլինի այն դեպքում, երբ ադրբեջանական բանակցային գործընթացը մտնի փակուղի, բլոկ լինի, այսինքն։ Կան դրա նախադրյալները, մասնագետն ասում է, Ադրբեջանը ոչ ամերիկյան նախախաղաղության կուլմինացիայից առաջ, ոչ էլ դրանից հետո, այդպես էլ չդադարեց մեզ հետ ուժի դիրքերից խոսել, ու նաև հիշեցում ինքնիշխան Հայաստանը շարունակ ընդհուպ միջև Ալիև, հռչակվում է այսպես կոչված արևմտյան Ադրբեջան։ Ավելին, խաղաղասեր Ադրբեջանում այդպես էլ չեն արձագանքում պաշտոնական Երևանի առաջարկին, խաղաղության գործընթացին հասնելու ճանաչել ինչպես արցախցիների միջազգայինորեն ճանաչված վերադարձի իրավունքը, այնպես էլ նրանց դարձյալ այսպես կոչված նորահայտ փախստականների հարցը, չեն արձագանքում, այնպես կարծես չեն էլ լսել։ Իրենց կողմից ուժի լեզու շարունակում է աշխատել այնուամենայնիվ, ինչը միանշանակ բարձրացնում է տեղային էսկալացիաների ռիսկը թեկուզ, տեսնում եմ ամեն օր ռազմական առումով ուժեղացող Ադրբեջան։ Այն, որ ստանդարտները երկակի են ու խաղաղության փաստաթղթին զուգահեռ Ադրբեջանը օր-օրի ամրացնում է իր անվտանգային համակարգն ու անվտանգային իմունիտետը պետության, հասարակության, սա պետք է մեզ համար որոշակի ազդակ լինի մշտապես պատրաստվելու եւ ուժեղանալու համար։ Երկխոսության փորձեր առանց նախկին ինտենսիվության քաղաքագետն այսպես է բանաձևում հայ-ադրբեջանական բանակցությունների ներկա փուլը։ Ագրեսիվ հռետորաբանությունը լրացնում է խաղաղասիրական ձայնը։ Ղազախստանից Ադրբեջան, Վրաստան, Հայաստան հացահատիկի, ապա նաև Ադրբեջանից հեղուկ վառելիքի ներմուծումը կարծես թե ստվերել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը։ Համենայն դեպս վերջին շրջանում այս թեմաներին ակտիվ անդրադարձ չկա։ Լրատվամիջոցները, սոցիալական ցանցերը հիմա առավելապես սևեռվել են իշխանությունների կողմից մեդիա դաշտ նետած վառելիքային եւ հացահատիկային նորությունների քննարկումների վրա։ Հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրեցին, թե Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սոտքի հանքում են ադրբեջանական եւ հայկական կողմերը սահմանազատման աշխատանքներ իրականացրել։ Սոտքի հանքավայրի սահմանային հատվածում Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները կատարել են համատեղ տեղազնման աշխատանքներ։ Եթե հանդիպում խոսակցություն ա եղել, դրա մասով ինֆորմացված չեմ։ 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զինուժը ռազմական գործողություններ սկսեց Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, հարվածելով Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերի ռազմավարական նշանակության օբյեկտներին եւ նախկինում անվտանգ համարվող քաղաքներին ու գյուղերին։ Քարտեզագիր Ռուբեն Գալչյանի ձևակերպմամբ, եթե սահմանազատման աշխատանքներ տարվեն հարավում, ապա սահմանագծման աշխատանքները պետք է իրականացվեն հայ-իրանական սահմանից հյուսիս 5-ից 10 կիլոմետր հատվածում։ Որոշ բաներ կա սոտքի մոտերը, որոշ տեղեր իրենք գրավել են, այո։ Հանքը երկու երկրի հողամասի մեջ է, մեր մասը Հայաստանի, մեր մասը Ադրբեջանի։ Մուտքը Հայաստանի տարածքից ա եւ ադրբեջանցիները կարծեն ուզել են այդ մասը գրավել։ 2021 թվականի մայիսի 12-ի դեպքերն ա, որտեղ ինչ-որ խնդիրներ եղել, դրանց մասը բոլորը տեղյակ են։ Հայտնի չէ, թե օրինակ ինչ աշխատանքներ է տարել հայ-ադրբեջանական հանձնաժողովը Հայաստանի հարավային շրջաններում, կամ ընդհանրապես աշխատանք տարվել է արդյոք հարավային ուղղությամբ։ Մեկ ամսից ավելի է ժամանակ է անցել փոխվարչապետ Գրիգորյանի հայտարարությունից այն մասին, թե իր գործընկեր Մուստաֆայևի հետ միասին այցելել են հարավ եւ Ադրբեջանի տարածք։ Փոխվարչապետը հայտնել էր, որ դա հիմնականում կապ ուներ թրիփի հետ կապված սահմանազատման հնարավոր ֆրագմենտների եւ գործընթացի հետ։ Ավելի կոնկրետ խոսակցությունները այն մասին, թե ենթակառուցվածքները ինչ դիրք կունենան եւ դիրքից կախված որ հատվածները մենք պիտի սահմանազատենք։ Այն մասը, որ ճանապարհը Ադրբեջանին է միանում, մյուս կողմը, որ ճանապարհը Նախիջևանին է միանում, այդտեղում գոնե 5-6 կիլոմետր
պետք է անպայման նախ որպես առաջին հերթին տեղը սահմանազատվի, որ իմանանք, եթե սահմանը կա, գոյություն ունի, ճանապարհը աշխատելու է, ապա շրջապատվելու, ապա կողմերը իրենց անցակետը եւ իրենց մաքսակետերը որ գծի վրա կառուցեն։ Սյունիքը հիմա աշխարհի ուշադրության կիզակետում է արևելքը արևմուտքին միացնող ճանապարհից, Սյունիքով Թրամփի ուղով անցնելիք ճանապարհից, գերտերություններից յուրաքանչյուրը փորձում է իր համար շահաբաժին պոկել։ Ինչ կմնա Հայաստանին եւ արդյոք հաշվի կառնվեն հայկական կողմի առաջարկները Հայաստանի հարավում կարևոր նախագծերի իրականացման ժամանակ։ Քաղաքագետ վերլուծաբանները վատատես են։ Նրանք կարծում են, որ Հայաստանի հարավի հետ տեղի է ունենալու այն, ինչ կատարվեց Արցախի պարագայում։ Նուրբ ու մանրասեղի հարվածներով հայ կինը հյուսեց մեր պատմության թելերը, կադրում այն թափի ասեղնագործության նմուշներից է։ Այն թափի հայ ձեռագործը ասեղնագործության հիմքում պահում էր թևավոր խաչն ու հայի ինքնությունը, ու նույն հայի ձեռքով ու մտքով ձևավորված հայկական մշակույթը դարեր շարունակ թշնամին իր չարամիտ ռազմավարությամբ յուրացնում է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն է օրեր առաջ այն թափի հայկական ասեղնագործությունը հռչակել թուրքական մշակույթի մաս։ Արտառոց չէ թերևս, որ մշակութային ժառանգության պահպանությանը կոչված այս կառույցը, որի բարի կամքի դեսպանն է ի դեպ Մեհրիբան Ալիևան, գրչի մեկ հարվածով հինավուրց հայկականը թուրքական է ներկայացնում, ու սա առաջին դեպքը չէ։ Անթափի ասեղնագործությունը իրապես ծնվել է եւ զարգացել է եւ բնորոշ է հենց այն թափի հայերին, կանայք, ովքեր ժառանգաբար այս արհեստը ստացել են, փոխանցել են սերնդեսերունդ, այն նաեւ շատ տարածված է եղել որպես ասեղնագործության տեսակ, որով հենց օժիտ են պատրաստել հայուհիների համար։ Հայկական ասեղնագործության արմատները պատմական Հայաստանից են։ Այստեղ են հայ կանայք ձևավորել ասեղնագործության ավանդույթներն ու բարդագույն տեխնիկան։ Փաստերի պակաս չկա։ Գրքեր, հոդվածներ, փրկված նմուշներ, որոնք առ այսօր պահվում են Հայաստանի տարբեր թանգարաններում։ Այն թափում, Մարաշում, Իզմիրում ձևավորված հայկական ասեղնագործական տեխնիկան թուրքերը հայերից են սովորել, շեշտում է ժողովրդական վարպետն ու որպես ապացույց վկայաբերում հայտնի հոդվածը, որտեղ կա վկայություն, որ թուրքերը հայերից են ասեղնագործել սովորել։ Հոդված կա Բաղդալյանի, որտեղ նա նշում է, որ հայերի հետ ասեղնագործում էին նաև երկու թույլ կանայք։ Այդ հոդվածը լույս է տեսել 20-րդ դարի սկզբին։ Այն թափի ասեղնագործողը այդպես էլ կոչվում է։ Այսինքն դա վկայություններից մեկն է, որ մեր ասեղնագործությունը տարածվել է նաև թուրքերի մեջ։ Մասնագետները ընդգծում են, նույնիսկ ցեղասպանությունից հետո այս արհեստը հայի մշակույթից չոտարվեց։ Այն թափում ստեղծվեց միսիոներական կազմակերպություն, որտեղ հազարավոր սփռոցներ, անձեռոցիկներ ու տարատեսակ այլ իրեր էին գործում եւ արտահանում եվրոպական երկրներ։ Մասնագիտական աչք է հարկավոր, որպեսզի տարբերակես հայկական զարդապատկերն ու թուրքական կեղծիքը։ Երբ որ ուսումնասիրում ես այն հրատարակաչնությունները, որ Թուրքիան ցույց է տալիս որպես ասեղնագործություն, զարդանախշերը ավելի փոփոխված են, ավելի բուսական մոտիվներ կան, ոնց տարբեր ենք այն թափի ասեղնագործություն։ Նախշը հաշվարկում է խիստ երկրաչափական ձևով, դա կարող են լինել խաչեր, շեղանկյուններ, քառակուսիներ, բազմանկյուններ, եռանկյուններ եւ այլն։ Պետք է լինի սպիտակ կամ կաթնագույն, բնական գույնի, շատ նուրբ եւ զարդանախշային կառուցվածքը մաքսիմալ բարդ։ Մեր ամբողջ կիրառական արվեստն է այդպեսին։ Զայրացած բորբոքված են մասնագետները, մինչև իրենք փորձում են կատարվածի հետևանքները շտկել, թշնամին նոր ռազմավարությամբ առաջ է տանում իր կեղծիքը ու ոտքը ավելի երկար մեկնում։ Վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը թռիչքաձև աճ էր ցույց տալիս եւ դա կապված էր ապրանքների արտահանման հսկայական աճի հետ։ Ապրանքներն այդ, սակայն մեծամասամբ չէին արտադրվում Հայաստանում։ Ռուսական ապրանքներն էին բերվում Հայաստան, հետո արտահանվում կամ դրսից գալիս էին մեզ մոտ եւ արտահանվում երրորդ երկրներ։ Մի խոսքով, մենք տարանցիկ հաբ էինք դարձել։ Ձրի փողերի ժամանակը սակայն ավարտվում է։ Ռուսաստանը էականորեն նվազեցրել է Հայաստանի միջոցով իր ապրանքների արտահանումը։ Արտահանումը նվազել է 52.8%-ով, որին հիմնականում նպաստել է ոսկու, արծաթի եւ պլատինի վերարտահանման կտրուկ նվազումը։ Նախարարի ամիսներ առաջ հրապարակած տվյալները դրական դինամիկա ցավոք չեն արձանագրել։ Լույս հիմնադրամի տվյալներով արտահանման անկման տեմպը մի քանի ամիս շարունակ մեղմվելուց հետո օգոստոսին կրկին վատթարացել է, հասնելով 40.8%-ի։ Հունվար-օգոստոս ամիսների արտահանման անկումը 48.8% է եղել։ Ուսումնասիրության համաձայն վերարտահանման, այսինքն ոչ մեր արտադրության ապրանքների ծավալները ճշգրտելու դեպքում
արտահանման աճը ընդամենը 2.5 է, ինչը ցույց է տալիս, որ արտահանման պոտենցիալն է էականորեն նվազել։ Հիմա ոչ միայն անկում է կատարել այս ինչի կթեյնել այս ոսկորեր արտահանման քուչիկը, այլ նաև մեր հիմնական ապրանքների արտահանումը քննի ունի մեծագույն, կապված տարբեր քննումներով, նաև նրանով, որ հայկական դրամը վերջին շրջանում հանգացած օրենքներից մեկն է։ Իսկ որն է սեփական արտադրանքի արտահանման ծավալների նվազման պատճառը։ Սեփական արտադրանքը պղնձի հանքանյութն է, ծխախոտը եւ ալկոհոլային խմիչքները, կենցաղային տեխնիկան եւ բջջայինները, որոնք եւս մենք իբր արտահանում ենք, ինչպես հասկանում եք, վերաարտահանվող ապրանքներ են։ Դե այստեղ հանգամանք, որ դրամավարկային դարաշրջանության քննադատից հայկական դրամը ամրացել է, թանկացել է եւ սա առաջին նպաստում նրան, որ մեր արտադրությունը առնվազն զարգանա։ Այս պահին հայկական դրամը ԱՊՀ տարածքներում ամենաարժևորվածներից է, ըստ այդմ ցանկացած ապրանք բավականին ոչ մրցունակ է դրսում։ Աշխատավարձ, էլեկտրաէներգիա եւ ապրանքի արտադրության process-ում ծախսվող ցանկացած բանի համար ձեռնարկատերը վճարում է դրամով, դրսում դոլարով այն նույն ապրանքի ինքնարժեքը արդյունքում ավելի բարձր է լինում, քան ԱՊՀ երկրներից բերվող մրցակիցներինը։ Հայաստանի Հանրապետությունում այս պահին ձեռնտու է ցածր քան ունեցող բարձր ներդրում ունեցող նաև ՏՏ եւ դիտակար ոլորտների հիման վրա արտադրանք ստեղծելու։ Կառավարության հույսն այն է, որ հնարավոր ապաշրջափակման դեպքում Հայաստանից արտահանվող ապրանքների ինքնարժեքը էականորեն կնվազի, սակայն մյուս կողմից պաշտոնյաները նշում են, թե օրինակ կոնյակի արտահանման համար նպաստավոր ճանապարհը Լարսն է։ Ինչ վերաբերում է Թուրքիայի սահմանին նրա տարածքով Եվրամիություն արտահանելու, ոչինչ այս պահին մենք չունենք։ Հայկական ապրանքների գերակշիռ մասը որևէ կերպ չի համապատասխանում եվրոպական նորմերին։ Այսինքն սահմանների բացման դեպքում Հայաստանից արտահանման մեծացում սպասելն առնվազն միամտություն է։ Արտակարգ վիճակ էր Պրոշյան գյուղում խմելու ջրի խողովակն է վնասվել, ջուրը փողոցներն էր ողողել, լցվել տներ, շենքերի նկուղներ ու ավտոտնակներ։ Ու այս ամենից բացի խմելու ջուրն աննպատակ կորում էր։ Ջուրը այս դեպի քեցերա լցվելը ստեկ եթեր, այնտեղ ամդերենք որիտակ Մարկանց տներն ա լցվում, շենքերն ա լցվում։ Բնակիչներն ասում են, վեոլյաջրից չեն արձագանքել, Երևանի թիվ 7-րդ ջոկատի փրկարարներն են ժամանել, բայց որևէ բան անել չեն կարողացել։ Նաիրի խոշորացված համայնքի ու Պրոշյանի վարչականի ղեկավարներն են տեղում եղել։ Ամբողջ գյուղը մեկ մարդ դարձած փորձել է խնդիրը լուծել։ Իմի ստիպված բնակիչները ոնց թե բնակիչներն իրենց ուժերով են փորձում գտնեն վնասված խողովակը եւ վերանորոգել։ Ի վերջո վիճակի մասին տեղեկանալով Կոտայքի մարզպետն է հանձնարարականներ տվել, որպեսզի մասնագետները գնան ու լուծեն խնդիրը։ Աբանում Խուդյակով փողոցի 3-րդ նրբանցքում 10 օրից ավելի է այս պատկերն է։ Մոտ 80 մետր երկարությամբ հատվածը վեոլյաջրի աշխատակիցներն են փորել։ Դառն ապրած խմելու ջրի խողովակները նորով փոխարինելու համար։ Քաղաքացիներն ասում են, տրակտորի աշխատանքի պատճառով մյուս խողովակներն են վնասվել, մոտ 15 օր խմելու ջուր չեն ունեցել։ Հիմա բնակիչները նաև նշում են, որ մի քանի տներ մնացել են առանց ջրի։ Հիմա էլ որպես ժամանակավոր լուծում պլաստմասե խողովակներով ջրագիծ են անցկացրել, սակայն ջրի արտահոսքերը չեն դադարում։ Բացի այդ, նրբանցքը դարձել է անանցանելի փորված փոսի պատճառով։ 10-ից ավելի տուն կարծես բանտարկված լինի։ Ոչ միայն մեքենաներով, այլ նաև ոտքով ներս ու դուրս անել չեն կարողանում։ Մոտ 10 օր է բնակիչները զանգահարում են էլ վիոլաջուր, էլ Թաղապետարան Ավանի, էլ Երևանի քաղաքապետարան, որպեսի գան պարտավորեցնեն վիոլաջրին, այս թերությունը վերացի, սակայն մինչև այժմ ոչ ոք չի մոտենում։ Ոչ միայն վեոլյաջուր, այլ նաև Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ են դիմել, դրական պատասխան չեն ստացել։ Ուզում են, որ ի վերջո պատասխանատուները գործը որակյալ ավարտին հասցնեն։